Բարև ձեզ։ Այսօր իմ հյուրը Դալի դիզայն ստուդիոյի եւ դպրոցի հիմնադիր Լիլիթ Մնացականյանն է։ Կին, որի առաքելությունն է դիզայն եւ գեղեցկություն ստեղծելը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Իզաբելա ջան։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Այսպիսով սկսենք մեր հարցաշարը։ Առաջին հարցը. Դուք ստեղծագործ աշխարհում եք աշխատում եւ ի՞նչն է ձեզ ստիպում, որ ամեն օր նոր մտքեր ստեղծեք։ Սայանի տողերով թերևս պատասխանեմ, ես չեմ կարող չներշնչվել ամեն բացվող առավոտով։ Առավոտվա բարի հույսով, բարի լույսով բարեկամի։ Ու այս շարքը շատ երկար կարելի է շարունակել լուսաբացով, մայրամուտով, պոեզիայով, նկարչությամբ, իսկ անմիջական մասնակցություն ունի ու ներշնչում է դասական երաժշտությունը ցանկացած ստեղծագործական աշխատանքում։ Կա մի որոշում ձեր կյանքում, որը սկզբում վախեցրել է ձեզ, հետո փոշմանել եք, որ այդ ընթացքը սկսելուց վախ եք ապրել։ Երևի այդքան վաղ չէր, ավելի շատ երկար մտածելու տեղիք էր տալիս հենց դիզայն ստուդիայի հիմնումը, քանի որ պատասխանատու էր բոլոր առումներով եւ գումարած դրան, որ հանճարի անունով էր կոչված ու պետք էր պահել այդ նշաձողը։ Իսկ ամենամեծ հաղթանակը իմ երեխաներն եմ համարում իմ կյանքի հաղթանակները եւ երևի դիզայն ստուդիայի դպրոցի արդեն կայացած լինելը։ Շատերը տեսնում են հաջողությունը, իսկ ինչ դժվար ճանապարհ եք ունեցել։ Իրականում ստուդիան հիմնել եմ հենց դժվարությունից, COVID-ի շրջանում, այնուհետև գրանցելուց հետո պատերազմ, հենց դժվարությունից էր ծնված ու հետագա դժվարությունները ավելի հաղթահարելի էին։ Դժվարությունները իրականում, երբ որ մարդ բիզնեսի ճանապարհով է գնում, պիտի պատրաստ լինի անկայունության, անկանխատեսելիության, ֆորս մաժորների ու դա դրանով էլ հետաքրքիր է իրականում այդ աշխարհը։ Իսկ որևիցե դեպք, որը բարձր գլխով հաղթահարել եք։ Երևի COVID-ի շրջանում, որ լրիվ աշխատանքային մասնագիտական process-ը կանգնել էր, բայց այդ ընթացքներ, որ ավելի ներս նայեցի, ավելի ինքնաճանաչման գնացի, դա էլ իր առավելությունը ուներ իրականում։ Կինը բիզնեսում հաճախ ստիպված է ավելի ուշ ցույց տալ։ Ինչով է տարբերվում կնոջ առաքելությունը բիզնեսում տղամարդուց։ Եթե կինը իրեն բիզնեսում դիրքավորում է ոչ թե որպես կին, այլ մասնագետ ու գործարար, կրկնակի ուշ ցույց տալու կարիք չի լինում։ Իսկ ինչով է տարբերվում տղամարդուց, ինձ թվում է կին առաջնորդը ավելի հոգատար է ու մեր պարագայում էլ երբ որ մեր մարքեթինգային թիմը որոշում էր մեր բիզնեսի արխետիպերը, որից առաջինը ստեղծագործականն էր, երկրորդը մտածեցինք որոշել մեր գործընկերների ֆիդբեքներից, կարծիքներից ու միակ բառը, որ անընդմեջ կրկնվում էր, դա հոգատարությունն էր։ Ինձ թվում է հոգատարությունով։ Իսկ երբ հասկացաք, որ դիզայնը հենց ձեր առաքելությունն է։ Դիզայնը սկզբանե հոբի էր, իմ առաջին մասնագիտությունը բացարձակ կապ չուներ դիզայնի հետ։ Հոբին դարձավ դիզայն, ոնց որ սովորեցի դիզայնը օգտագործեցի զուտ սիրողական մակարդակով, հետո երևի կյանքը բերեց մասնագիտության։ Իսկ եթե Լիլիթը չլիներ դիզայներ, ինչ մասնագիտություն կընտրեիք, ինչ կյանք կպատկերացնեիք ձեզ համար։ Իրականում Լիլիթը չպետք է լիներ դիզայներ, քանի որ սկզբանե կենսաքիմիկ էր, մանկավարժական կրթություն ուներ եւ դասավանդում էր Գյումրիում 2 տարի դպրոցում։ Հետո Երևան տեղափոխվելուց հետո կյանքը որոշեց այլ ուղիով տանել, ինչի համար երջանիկ եմ, որովհետև արդեն 16 տարի այս բնագավառում եմ ու իսկապես դա իմն է։ Իսկ եթե չլիներ դիզայներ, կլիներ նկարչուհի։ Ամեն դեպքում արվեստի մեջ կլիներ։ Ինչու նախնական կրթություն ընտրեցիք տեսաքիմիկ, մանկավարժականում, եթե կարելի էր հենց միանգամից դառնալ դիզայներ, ոնց հասկանում եմ, դուք հենց ես դիզայնի մասին խոսում, ձեր աչքերը փայլում են, ոնց որ յուրաքանչյուր մարդ այս կյանքում երբ գտնում է իրենը, աչքերը հենց մատնում են։ Ինչու դիզայնի մասնագիտությունը հենց ամենասկզբից չընտրեցիք։ Ի տարբերություն ձեր ժամանակների, Իզաբելա ջան, մեր ժամանակներում քիչ էր ընտրության հնարավորությունը, մանավանդ Գյումրիում կար 4 հեղինակություն ունեցող մասնագիտություն, որից մեկը պիտի ընտրեինք,
ու վերջերս ընկերներով քննարկում էինք ու փորձում էինք հասկանալ ինչու ոչ նկարչություն, որովհետև նույն համակուրսեցիներից մարդիկ կան, որ հիմա դիզայն են սովորում ու հասկացանք, որ այն ժամանակ երևի նկարչությունը այդքան հեղինակություն չէր վայելում, երևի հենց դրա համար։ Իսկ ավելի խորքային որ գնանք, ծնողները անպայման ծնողի դերն է, այո, ծնողների դերն է, այո, հասկացա։ Շատերինս այդպես է լինում, ծնողը չի թողում, իրենց երազանքը կարելի ասել կապում են մեզ վրա, հետագայում ինչ որ երկրորդ մասնագիտություն, երրորդ մասնագիտություն ենք ունենում։ Ինչպիսին է Լիլիթը աշխատանքից դուրս։ Աշխատանքից դուրս մշակութային որևէ տարրի հետ, դա կլինի համերգ, ցուցահանդես, պոեզիայի երեկո, ինչը որ նաև լուսաբանվում է սոցցանցերում, աշխատանքային դուրս շատ ակտիվ, ինչը ինքնանպատակ չի, նպատակ ունի ոգեշնչել, ներշնչել եւ մենք Դալի դիզայն դպրոցի սաներով յուրաքանչյուր ամիս այցելություն ունենք որևէ թանգարան եւ այդ մարդկանց թիվը բացի սաներից արդեն շատ շրջանակներից դուրս է եկել ու շատացել է ու հիմնականում այդպես է անցնում մշակութային որևէ տաղ այցելելով։ Հետաքրքիր է, իսկ ձեր սիրելի դուք նշեցիք, որ հենց անունը Դալի, նկարիչը հենց Դալին է այդ պատճառով, այլ ինչ սիրած նկարիչներ ունեք։ Նկարիչները ամենքը յուրովի են ու ամենքին ինչ որ մի բանի համար եմ սիրում, բայց Դալիի ընտրությունը, քանի որ ինքը շատ տարբեր ուղղություններ ուներ, ինքը մենակ նկարիչ չէր, ինքը fashion designer էր, ինքը լոգոտիպեր էր ստեղծում այն ժամանակ, ռեժիսոր էր, այսինքն Դալին նույնպես քանդակով էլ է զբաղվել։ Դալին, քանի որ մենք էլ բազմաֆունկցիոնալ է մեր ընկերությունը, մենք մատուցում ենք դիզայներական, տպագրական, հրատարակչական ծառայություններով ու ամեն օր աճում են այդ ծառայությունները, նաև դպրոցը գումարվեց այս ամենին, զուտ բազմատաղանդ լինելու համար հենց Դալին։ Քանի եք ունեցել։ 50-ը անցել ենք։ Շատ լավ է, շնորհավորում եմ ձեզ, ես ուրախանում եմ, որ նոր Հայաստանում կարելի է ասել ԽՍՀՄ-ից հետո մարդիկ հետաքրքրվում են դիզայնով, արվեստով, իսկ կա որևիցե հայ նկարիչ, որից ոգեշնչվում եք։ Բոլոր նկարիչներից կարելի է ոգեշնչվել, բոլոր ստեղծագործություններից, Սուրենյանցից կառանձնացնեմ երևի։ Ես եմ շատ սիրում Սուրենյանին, ի դեպ իմ առաջին մասնագիտությունը արվեստի պատմություն եւ տեսություն բաժինն է։ Եվ ես միշտ Սուրենյանցին առանձնացրել եմ Մինասին, նույնպես, որտեղ իրենց գույները իսկապես են Սարյան մեր հայրենիքը նկարագրող նկարիչներ են իրենք իրականում։ Ինչն է ձեզ համար իրական հաջողությունը, գումարը, ճանաչումը, թե ձեր սիրած գործը, որով դուք թե գումար եք վաստակում, թե ճանաչում։ Գումարն ու ճանաչումը գալիս է, եթե սրտացավ աշխատում ես, դա արդյունք է, ավելի շատ գեղագիտական ճաշակ տարածելու ազդեցությունն է, Թումանյանը շատ լավ տեսություն ունի այդ մասին, որ հասարակության առաջընթացը հնարավոր չէ առանց մշակութային մակարդակի բարձրացման, իսկ դրա բաղադրիչ մասը գեղագիտական ճաշակ Իսկ գեղագիտական ճաշակ ձևավորվում է հիմնականում մեր սաները, ովքեր դուրս են գալիս, ինչպես նաև գործընկերներ, պատվիրատուներ, հաստատ մեր մոտ դուրս գալուց հետո փոփոխություն կա։ Հիմա օրինակ ասացիք, որ ճաշակը, իսկ եթե գալիս է մարդ, ով ընդհանրապես ձեր ճաշակը չունի ու շատ են գալիս մարդ, ինչպես եք դուք կարողանում հայտարարի գալի միասին։ Սկզբում անում ենք այն տարբերակը, որը ինքն է ուզում, իր պատկերացումներին այդքանն է, ինքը պատկերացում է այդպես ու վերջ։ Ասում ենք լավ, մենք սովորաբար ցույց ենք տալիս 3 տարբերակ, որ մարդը ընտրելու հնարավորություն ունենա։ Մի հատ ցույց ենք տալիս իրենը, հետո 2 շատ ավելի լավ տարբերակներ։ Դեռևս չի եղել մեկը, որ չկարողանանք մտափոխել ու բերել ավելի ճաշակով տարբերակի ընտրության։ Ի վերջո, ձեր մոտից գնում են այնպես, ինչպես դուք եք։ Իրականում սա մի հատ օղակ է, որ դու կրթում ես մարդուն։ Մարդը մեղավոր չի եղել դրա մեջ, գալիս է իր պատկերացումը այդքանն է ու դու կարողանում ես ճաշակ ձևավորել ու
կոպիտ երևի կհնչի, բայց կրթել, բայց ու ճաշակի իմաստով։ Ես էլ շատ ուրախանում եմ, որ մեր օրերում արդեն ուշադրություն են դարձնում թե տան դիզայնին, ինտերիերին, դրսի այդ լանդշաֆտին, ու իրականում ամեն ինչ ստեղծված է մարդու հարմարավետության համար։ Կա երազանք, որ դեռ չեք իրականացրել։ Իմ նկարների ցուցահանդեսը ունենալն է։ Նախկինում մինչև դիզայնով զբաղվելը ֆոտոների ցուցահանդեսներ երազանքը, հիմա նկարների։ Հենց երևի հենց միանգամից պատասխանեցիք նաև վերջին հարցին, որ այսպիսինն էր։ Մեկ նախադասությամբ բնութագրեք ձեր առաքելությունը որպես կին, ինչպես եք պատկերացնում։ Որպես կին սեր ու բարություն տարածելն ու սերմանելը, իսկ եթե որպես դիզայներ գեղագիտական ճաշակի թեկուզ մի փոքր կարողանալ բարձրացնել մեր հասարակության մեջ։ Ունեք կոնկուրենտներ։ Առանց կոնկուրենտների հնարավոր չի, դա նպաստում է, որ դու աճես, զարգանաս, առաջ գնաս, ամեն օր աշխատես։ Իսկ այդ պարագայում շուկան մաքուր է, այսինքն այդ երբ մարդիկ միմյանց հանդեպ մրցում են, այսինքն անունը ձև իրականում բոլորս գիտենք, որ անունի վրա են գալիս բոլորը, եւ այդ պարագայում եթե ես ունեմ ստուդիա, ենթադրենք, դուք ունեք ստուդիա, մաքուր են մրցակցությունը, թե Դերևս չեմ հանդիպել, չեմ լսել, չգիտեմ մեջքի հետևում ինչ է կատարվում, երբեք այս ստուդիայից եկածին չեմ փորձում ուղղորդել մեր կողմ, որովհետև իրականում դա էլ է ճաշակի հարց, բոլորս ընտրում ենք ըստ մեր ճաշակին, մեր հոգուն հարազատ ստուդիա։ Հարցերը այսպիսին էին, մենք ունենք նաև հատված, որտեղ բլից ես արագ ձեզ հարցը տալիս եմ, դուք մեկ բառով պատասխանում եք։ Բարի։ Կնոջ առաքելությունը։ Սեր ու բարություն տարածելը։ Ինքներդ ձեզ որ երևույթի հետ եք ասոցացնում։ Ծիածանի։ Ինչու։ Լույսից է ստեղծված, անկանխատեսելի է, առեղծվածային է։ Այսինքն ձեր մեջ այդքան գույն կա։ Ավելի շատ։ Մեկ օրով որ պատմական կնոջ կերպարով կուզեիք լինեիք։ Կուզեի Ծերեշկովայի փոխարեն լինել 3-րդ տիեզերքում։ Վաու։ Ձեր կյանքի կարգախոսը։ Քայլ արա ու ճանապարհը ինքը կհայտնվի։ Դա ոչ թե կարգախոս է, այլ իմ ուղեկիցն է ամեն օր։ Ես սիրում եմ կյանքը, որովհետև իմ հայրենիքն է, իմ ծնողներն են, իմ զավակներն են, իմ սիրված մասնագիտությունն է։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար, շատ հետաքրքիր հարցազրույց ունեցանք։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն, որ դիտեցիք մեր հաղորդումը, մնացեք մեզ հետ, որպեսզի բացահայտենք այլ առաքելությամբ կանանց։